դրվագներ, երբ առերևույթ կաշառքի կամ ենթադրյալ կաշառքի դեպք է արձանագրվել եւ ոստիկանները օրինակ հեռախոսը վերցնել են ու ջնջել են այդ տեսանյութը։ Նախ այդ հանգամանքի վերաբերյալ դուք ինչ քայլ արդյոք դիմել եք իրավապահ համակարգին, որովհետեւ ի տարբերություն իշխանության ընդդիմադիրների ձեռքում շատ ավելի քիչ են լծակները դրանք բացահայտելու, այդ հատուկ են դեպքերն, որոնք օրինակ ձեզ թույլ են տալիս խոսել կաշառք տալ ստանալու մասին։ Ձեր բացման խոսքում դուք նշեցիք, որ եղել են նաև դրվագներ, որ քաղաքացիները արդեն իսկ 16 համարի քվեաթերթիկը իրենց գրպանում մտել են ընտրատեղամաս։ Օրինակ այդ դրվագում, այդ դեպքում ինչ պիտի անեին։ Ձեր պարագայում օրինակ ասացիք 3 համարի քվեաթերթիկը 2 հատ են դրել, որպեսզի 2 հատ դրվի աղբարտողը մեջ, դա օրինակ անբավեր 16-ի դեպքում դա ինչ պետք է տեղի ունենա եւ նաեւ նշեցիք, որ 700-ի է հասել ձերբակալվածների, կալանավորվածների թիվը, մասնավորապես ձեր թիմակիցների շրջանում։ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը այսօր պատասխանելով լրագրողների հարցերին նշել է, որ մասնավորապես կաշառք տալ ստանալու դեպքերով շատ ավելի խիստ են։ Մինչև այս պահը ձերբակալվածներից, կալանավորվածներից, ձեր թիմակիցներից քանի հոգի են ազատվել։ Տեսեք, այդ 700 հոգին ձերբակալվածներից շատ քիչն է հետևանք կրել, այսինքն մոտավորապես մինչև մի քանի տասնյակն է, որ խափանման միջոցներ է կրում, որովհետև ժողովուրդ ջան, կրկին ընդգծեմ, այս առիթը օգտագործեմ, այդ կաշառքի դրվագները իրենք մտածածին տեղեկատվական գրոհ էին էլի մեր քաղաքական ուժի նկատմամբ, որովհետև հաշվի առնելով թե քաղաքական ուժի, թե առաջնորդի բարձր վարկանիշը ու հեղինակությունը պետք է մի բան գտնեին, չէ, հեղինակության վրա ազդելով իրանք վերցրեցին այդ կաշառքների սխեման։ Չկա գետ մի ապացուցված դեպք, չկա փորձաքննություն այդ ձայնագրությունների, չկա դրանց հավաստիությունը որևէ կերպ ապացուցող որևէ դրվագ, ասեմ ավելին, այս բոլոր նյութերով անմեղության կանխավարկածի տոտալ տենց ավիրում է պետական մարմինների կողմից, որովհետև ի տարբերություն ինձ հասարակ քաղաքացու ունենք պաշտոնատար անձանց հետ, ովքեր այս ձայնակ ինչի համար էր, հա, կրկին հակակոռուպցիոն կոմիտեի կայքեջը մտեք մի հատ մամլո հաղորդագրություններ ունենք, արդյոք նախորդի այլ գործերով տենց ակտիվություն դրսևորել են, իրենք սպասարկում էին քաղաքական օրակարգը դուրս էր գալի, հակակոռուպցիոն կոմիտեն մամլո հաղորդագրություններ տարածում ձայնագրություն, այդ ձայնագրությունը դառնում էր օրվա իշխանության ռիլերի ու փոստերի նյութ, շրջանառում էին եւ սկսում են քաղաքական տերորի եւ հիբրիդային միջամտությունների, այո, դա բացահայտ տեղեկատվական գրոհ է, ինչու ոչ նաեւ նույն իրենց ասած հիբրիդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, որովհետեւ ամենամանիպուլացված դրսևորումներով օգտվելով իրենց լծակներից ու լայն լսարանից, որը բնական կյանքում իրենք չէին ունենա, եթե այդ պաշտոնը չզբաղեցնեին, իսկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին լայն սահմանափակումներ է նախատեսում պաշտոնատար անձանց նկատմամբ, հա, նման իրենց դիրքով պայմանավորված իրենք շահարկում էին դա, հետևապես կրկին ընդգծում եմ, սա եւս մեր քաղաքական ուժի նկատմամբ բացահայտ արհեստական միջամտության դրվագ էր։ Տեսեք, 16 համարի մենք համոզմունք ունենք, որ ինչ-որ համակարգ է աշխատացվել, ես չգիտեմ, գործ ունեն այդ սխեմատիկ առումով, էլի, սարքերն են փչացվել, միջամտություն է տեղ ունեցել, բայց ինչ-որ համակարգ աշխատացվել է, այդ հետքերով պետք է գնալ, արդյոք քաղաքացուն ընդհանրապես որտեղից 16 համարի քվեաթերթիկը, ինչ-որ մեկը դուրս էր բերել, ինքը հետը մցրեց, թե ուներ նախապես տրված, սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս եւ երրորդ համարն էլ ակնհայտ է, հա, արհեստական ձևով 2 հատ տալիս են, որովհետեւ մեր անվանական անձնապես մեզ նվիրված հայտնի օրենքը, որ Սամվել Կարապետյանի անունը արգելեցին օգտագործել որպես դաշինքի անուն, այդտեղ հենց այդտեղ են այդ տեխնիկական փոփոխությունը արել, այդտեղ կարգավորում կար, որ այլևս քվեաթերթիկի հետ, եթե եւս մեկ քվեաթերթիկ կա, դա անվավերության հիմք է, իսկ մեր քաղաքացիները էլի գյուղաբնակ շատերն են լինում, որ իրենց ցանկալի քվեաթերթիկը գտնում են ու մնացած տրցակը հետը տեղադրում են ծրարի մեջ։ Կնայ կաշառք, հա, ուզում եք ես կաշառքի հետ կապված մի հատ sense էքսկլյուզիվ բացահայտում անեմ, որը երբեք հանրային կերպով չեմ ասել, բայց էլի հետաքննության առարկա թող դառնա։ Ցավոք սրտի, այո, մեր մեխանիզմները, ես ինչի երբեք ինձ թույլ չեմ տալի, ասեմ հիմա օրինակ ինչու ի սկզբանե չսկսեցի, կաշառքներ էին բաժանում, որովհետև ես անձամբ չունեմ լուսանկար հանած տեսանյութ
կամ տեսանյութ կամ լուսանկար, որտեղ այդ կաշառքի դրվագը կամրապնդվի կամ որևէ քաղաքացի, ով կգար եւ ցուցմունք կտար, որովհետեւ ի տարբերություն իրավապահների ու այդ քաղաքացիական պայմանագրի, ով իշխող ուժը, մենք չունենք այդ լծակները գաղտնալսելու։ Իսկ մեր ողջ ազգը արդեն այդ գաղտնալսման տրամաբանությամբ է ապրում, անգամ դպրոցի ծնողները իրար երեխայի հարցով փակ կապով են զանգում, որովհետև ենթադրում են, որ գաղտնալսվում են։ Սա արդեն իրավական ու ժողովրդավար պետության տրամաբանությունից դուրս է ու շատ ցավում եմ դրա համար, բայց մենք որպեսի կարողանանք որևէ պետական լծակ չունենք, հասկանալի է, չէ՞, օրինակ պատկերացրեք պետական իրավապահ համակարգը ՔՊ-ի համար նույնական աշխատեր։ Դուք պատկերացնում եք, չէ՞, օրինակ կա համայնքի ղեկավար, ով անգամ ավականուն է շրջանառում, միայն համայնքի ղեկավարի անունից ֆինանսական աջակցություններ է նախընտրական շրջանում տալիս քաղաքացիներին։ Դուք պատկերացնում եք այդ մարդու գաղտնալսումները, որ լսեք ինչեր կբացահայտվեր։ Շատ հետաքրքիր բաներ։ Հիմա օրինակ Գյումրին անդրադառնամ։ Գյումրու հետ կապված Գյումրու ավագանի ընտրություններին կրկին բազմաթիվ ահազանգեր էի ստանում, որ կաշառքը բաժանվել, բայց կաշառքը բաժանվել էր տոտալիզատորների կայքեջերին փոխանցում կատարելու անհատական մարդկանց։ Մենք դիմել ենք հասարակական կազմակերպություն գործընկեր ունեմ, ով դիմել էր թե ոստիկանություն, թե դատախազություն, բոլոր իրավապահ մարմիններին Գյումրու ընտրությունների միջակայքում այդ 1.5 ամսում տոտալիզատորների շարժը ցույց տալու խնդրանքով։ Ու կռահեք, այդպես էլ որևէ տեղեկատվություն չտրամադրվեց։ Ուստի էլի ես այդ մասին չեմ բարձրաձայնել, բայց կրկին հետաքննության առարկա է, կարող եք ուսումնասիրություն իրականացնել։